Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն դեկտեմբերի 11-ն է եւ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Հայաստանին վերաբերող մի շարք կարևոր հարցերի, նաեւ եկեղեցուն վերաբերող հարցեր կքննարկենք կրկին, կանդրադառնանք Փաշինյանի այցին Գերմանիա եւ Գերմանիայից հիմա նա մեկնել է Մոսկվա ԵԱՏՄ-ի հերթական հանդիպմանը մասնակցելու եւ ելի մի քանի հարցեր կան, որոնք վերաբերվում են Հայաստանին, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությանը կանդրադառնանք, նաև կանդրադառնանք այն կարևոր այցին, որը որ կազմակերպվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության կողմից, ինչպես նաև վերջում կխոսենք միջազգային կարևոր հարցերի շուրջ։ Տեսենք երևի եկեղեցուն վերաբերվող հարցերի քննարկումից հերթական նոր հայտարարություն են տարածել եպիսկոպոսները, փաստացի մտահոգություն հայտնելով եւ ափսոսանք, որ տեղի ունենալիք հավաքը, եպիսկոպոսած հավաքը չկայացավ, ափսոսանք են հայտնում եւ իրենց մտահոգությունն են նաեւ հայտնում դրա կապակցությամբ, կրկին կոչ անելով եւ հիշեցնելով, որ իրենց կողմից բարձրացված հարցերը մնացին անպատասխան։ Նաև նրանք հստակ նշել են, թե ինչ վերաբերվում է Մայրաթորի կողմից եպիսկոպոսների ուղղված անհիմն մեղադրանքներին, մեկ անգամ եւս վերահաստատում ենք մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնին, բայց նույն ժամանակ վերահաստատում են մեկ անգամ եւս իրենց դիրքորոշումը, որ անհրաժեշտ են հիմնարար լուծումներ պետության եւ Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթների շուրջ։ Այսինքն հիշում եք նախորդ հաղորդումների մեջ ասում էի, որ դժվար թե եպիսկոպոսները ետ կանգնեն իրենց հայտարարություններից եւ գործողություններից եւ Մայրաթորի անունից Կատրիչ Ներսիսյանի կողմից հնչեցրած կոչը ոչ մի արդյունք չի տալու իրականում եւ այդպես էլ եղավ։ Եպիսկոպոսները փաստացի այդ հայտարարությունով պատասխանում են Կատրիչ Ներսիսյանին, որ իրենց համար անընդունելի է Մայրաթորի անունից տարածված այդ հայտարարությունը, որը որ ուղղված է իրենց եւ ճիշտ հակառակը իրենց կողմից տարածած հայտարարությունը եւ պահանջը մնում է ուժի մեջ։ Նրանց բացի Նիկոլ Փաշինյանն էլ Գերմանիայում կրկին խոսեց իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի մասին, որով որ Կատրիչ Ներսիսյանը պետք է հեռանա եւ նրա փոխարեն պետք է տեղապահ նշանակվի, այսինքն ամեն ինչ ավելի ու ավելի կարծես պարզ է դառնում, եպիսկոպոսների դիրքորոշումը ավելի հստակ է դառնում, սակայն ես մնում եմ այն կարծիքին, որ եպիսկոպոսած ժողովը չեղարկվել է միայն այն պատճառով, որ բազմաթիվ եպիսկոպոսներ այս պահի դրությամբ հրաժարվել են ուղղակի մասնակցել տվյալ հավաքին եւ դրա համար Կատրիչ Ներսիսյանը ստիպված է եղել հետաձգել այդ հավաքը, հաշվի առնելով այն փաստը, որ եթե այդ հավաքը կայանար, շատ քիչ եպիսկոպոսներ կմասնակցեին այդ հավաքին եւ միանգամից կստացվի այնպես, որ ինքը կհայտնվեր բացարձակ փոքրամասնության մեջ։ Սակայն նույն ժամանակ շատ տրամաբանական է, որ եպիսկոպոսները այսպիսի հայտարարություն են տարածում, ափսոսանք հայտնելով նրա համար, որ այդ հավաքը չի կայացել։ Հիմա սիրելի հայրենակիցներ քննարկենք քաղաքական հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանին։ Երեք շատ կարևոր էր, որ Հայաստանի արտգործնախարարությունը փաստացի հերքեց Բաքվի պնդումները Հայաստանի Եվրամիության միջև ռազմավարական հարաբերությունների ձևավորման շուրջ, որը որ տարածել էր Բաքուն, փորձելով մեղադրել Եվրամիությանը եւ Հայաստանին, որ իբր այնպիսի փաստաթուղթ է, որը որ հակասում է խաղաղությանը եւ Թրամփի երթուղուն, շատ լավ է, որ Հայաստանի արտգործնախարարությունը հերքեց այդ հայտարարությունը, սակայն այստեղ մեկ կարևոր պահ կա։ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի եւ Եվրամիության վրա։ Եվրամիությանը գազ են վաճառում, պարզ է։ Հայաստանի վրա էլ վերջերս փորձում են ճնշումներ գործադրել, որոշ դեպքերում ցավոք հասնում են հաջողությունների, բայց ես հույսով եմ, որ այս անգամ գոնե թե Հայաստանի արտգործնախարարությունը եւ Հայաստանի կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վճռականություն կցուցաբերի եւ ամեն ճնշման չէ, որ պետք է ենթարկվել, շատ կարեւոր է, որ մենք ինքներս սուվերեն որոշումներ կայացնելու հնարավորությունը պահպանենք, եթե մենք կուլ գնանք 1, 2, 3 հարցերով, ապա
շատ մեծ խնդիրների առջև կկայնի Հայաստանի Հանրապետությունը, պարզ է, որ նրանց մտահոգությունը այն է, որ Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է ձևավորում Եվրամիության հետ եւ իրենք շատ լուրջ ձևով հետ են ընկնում, Հայաստանը դառնում է համար առաջին կարևորության երկիրը Հարավային Կովկասում եւ դա զայրացնում է Բաքվին եւ իրենք փորձում են խոչընդոտել, հասկանալով, որ մեծ հնարավորություններ դա կարող է բացել Հայաստանի համար։ Դրա համար շատ հստակ է իմ կոչը Հայաստանի իշխանություններին, որ հանկարծ չփոխեն իրենց դիրքորոշումը։ Դա ճիշտ չի ընկալվի Եվրամիության կողմից եւ նաեւ Բաքվի կողմից։ Այլ հետևություններ կանեն Բաքվում, եթե այս անգամ ճնշումներին ենթարկվի Հայաստանը։ Եվ իրականում այդ փաստաթուղթը ոչ մի հակադրբեջանական բան չի պարունակում իր մեջ, այդտեղ փաստերը չեն աղավաղված, ինչպես որ ներկայացնում է Ադրբեջանը եւ Արցախում իրոք տեղահանում է տեղի ունեցել, ամբողջ աշխարհը գիտե այդ մասին եւ շատ չափավորված փաստաթուղթ է այդ փաստաթուղթը, ոչինչ չկա այդ փաստաթղթում փոխելու, ըստ ինձ։ Ադրբեջանական պահանջների մասին է կոնկրետ խոսքը, ոչինչ չկա այնտեղ ադրբեջանական պահանջով փոխելու։ Մյուս կողմից կան նաև դրական ազդակներ, տեսանք Դոխայում հանդիպումը եւ հայկական եւ ադրբեջանական կողմի համատեղ հարցազրույցները, այդ պանելային նաև քննարկումները, ընդհանուր առմամբ դա շատ դրական է, նաև այն, որ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը Նիկոլ Փաշինյանին հայերենով ողջունեց, ողջունից խոսեցին, այդտեղ էլ կան նյուանսներ, մանրամասն չքննարկում, բայց դրական պահեր էլ կան հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ, եւ մենք պետք է ուղղակի աշխատենք, որ այդ դրական պահերը ավելանան, բայց մյուս կողմից այս մասը անընդունելի է, որ Ադրբեջանը կարողանա ճնշում գործադրել Հայաստանի եւ Եվրամիության վրա։ Մյուս կողմից ինչ է անում Ադրբեջանը, շատ կարևոր է նաեւ դա հասկանանք եւ գիտակցենք։ Ըստ ինձ իրենք կարդացել են ու խորավերլուծել են Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունը եւ տեսնում են, որ ճեղքված կա ցավոք Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև եւ իրենք հիմա այնպես են դիրքավորվում, որ եթե վաղը, ասենք, ռուս-ուկրաինական պատերազմը ավարտվի ի օգուտ Ռուսաստանի, եթե նման բան տեղի ունենա, ինչին ես շատ կասկածում եմ, ճիշտ ասած, բայց եթե նման բան տեղի ունենա, ապա Ադրբեջանը շատ հեշտ կփոխի իր կողմնորոշումը շատ հարցերի շուրջ եւ դա իրեն հնարավորություն է տալիս նաեւ նույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պահպանել իր հարաբերությունները։ Դրա համար իրենք շեշտում են, որ ինչու Թրամփի երթուղու մասին այդտեղ չի խոսվում է միայն խաղաղության խաչմերուկ ծրագրից։ Այսինքն ամերիկյան կողմին փորձում են համոզել, որ մենք ոչ թե դեմ ենք TRIP-ին, այլ ճիշտ կողմ ենք, ահա Հայաստանը փորձում է խոչընդոտներ ստեղծել TRIP ծրագրի համար, իսկ ռուսներին ցույց են տալիս, թե ինչպես համարձակ ձևով իրենք դուրս են գալիս Եվրոպայի դեմ, ու քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև հիմա այդքան էլ լարված չեն հարաբերությունները, Թրամփը ամեն գնով ցանկանում է համագործակցություն ծավալել Ռուսաստանի Դաշնության հետ, այդտեղ էլ Բաքուն փորձում է այնպես խաղալ, որպեսզի եթե կրկնեմ ռուս-ուկրաինական պատերազմը ավարտվի ու օգուտ Ռուսաստանի, միանգամից ճամբարի փոփոխություն իրականացնի շատ նուրբ ձևով Ալիևը եւ նույն ժամանակ փորձի չզայրացնել Դոնալդ Թրամփին։ Այդպիսի խաղ է ծավալել իմ կարծիքով Իլհամ Ալիևը։ Ինչպես նաեւ շատ նուրբ եւ լավ ձևով ինքը հասկանում է, թե ինչ է տեղի ունենում իրականում Հայաստանի հետ, Հայաստանի շուրջ։ Սակայն նույն ժամանակ ինքը անտեսում է այն փաստը նաեւ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար կարծես համար առաջին կարևորության երկիրը դարձել Հայաստանը Հարավային Կովկասում։ Դրա դեմ բնականաբար իրենք չեն կարող այս պահի դրությամբ կամ չեն ցանկանում որևիցե ծպտուն հանել։ Իրենց պարբերական մինվալ ազնել հետաքրքիր տեղեկությունները տալիս մեզ, փաստացի Ադրբեջանում քննարկում է հիմա Բաքու-Ղազախ երկաթուղու վերանորոգումը, որը որ շարունակվում էր դեպի Իջևան, փաստացի այդ երկաթուղին գործել է խորհրդային տարիներին եւ հիմա երբ որ իրենք քննարկում են նույն այդ պարբերականը, թե ինչ խոչընդոտներ կան վրացական հատվածում, դրա համար
նոր հոդված են հրապարակել, որտեղ որ ներկայացվում է այդ ծրագիրը, որ Բաքու, Ղազախ, Իջևան այդ երկաթուղու հատվածը կարող է վերանորոգվի, որպեսզի այլևս կարիք չլինի Վրաստանով նավթ տեղափոխել Հայաստան կամ հացահատիկ։ Հաջորդ կարևոր հարցը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության պատվիրակությունը գտնվում էր Հայաստանում, շատ կարևոր հանդիպումներ են ունեցել բրիգադային գեներալի գլխավորությամբ եւ քննարկել են Հայաստանի օգոստոսի 8-ի Սպիտակ տան խաղաղության գագաթնաժողովի արդյունքները եւ դրան աջակցելու հնարավորությունը։ Պարզ շատ հստակ երևում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հստակ ակնարկում է, որ անվտանգային կոմպոնենտ կարող է ավելացնել այդ ծրագրի մեջ, TRIP ծրագրի մեջ։ Այս տեղեկությունը մենք ստանում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից։ Դրանից բացի ես լսեցի Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի հարցազրույցը հանրային ռադիոյին, եւ այդտեղ շատ մի կարևոր հարց հնչեց անվտանգության մասով, որ արդյոք TRIP-ը նաև անվտանգության բաղադրիչ ունի իր մեջ, շատ գրաքետ նուրբ պատասխանեց Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը, ասելով, որ դա տնտեսական ծրագիր է եւ հիմա բազմաթիվ լուրջ տնտեսական ծրագրեր են իրականացնելու Հայաստանում, բայց փաստացի նաև ստիպված եղավ դեսպանը հաստատել, որ այդ մեծ տնտեսական ծրագրերը իրենց մեջ նաև անվտանգային բաղադրիչ ունեն եւ պատահական չէ, որ հիմա սահմանների հարցով եւս Ամերիկայի Միացյալ Նահանգները օգնելու են Հայաստանին սահմանային անվտանգությունը ավելացնելու համար։ Այսինքն մեր բոլոր վերլուծությունները եւ կանխատեսումները այդ առումով եւս ճիշտ էին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև անվտանգային բաղադրիչ է մտցնելու այդ ծրագրերի մեջ եւ Հայաստանը շատ կարևոր երկիր է դառնում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, ոչ միայն Հայաստանը, ամբողջ Հարավային Կովկասը եւ այդ ճանապարհը, որը որ ձգվում է մինչեւ ասիական երկրներ եւ Հայաստանը պետք է դառնա հիմնական այն ամենավստահելի կետը, կարելի ասել ամերիկյան տեղակայման բազան, չեմ ասում ռազմական իմաստով, ուղղակի ամերիկյան տեղակայման կարևոր բազան կլինի Հայաստանում, ըստ իմ պատկերացման։ Կրկնեմ, ուղիղ ռազմական իմաստ չեմ դնում ես այդ բազա հասկացողության մեջ, այդ տարբեր առումներով այն կունենա նաև անվտանգային բաղադրիչ։ Նույն ամերիկյան ընկերությունները, եթե գան Հայաստան, իսկ նրանք արդեն գալիս են, դա շատ բան է փոխելու։ Երեք հայտարարությամբ է հանդես եկել նաև Նիկոլ Փաշինյանը, Համբուրգից մեկնելուց առաջ, որ հիմա մեկնում է Մոսկվա մասնակցելու ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստին, Միջայլոց վայրեջքի հետ կապված Մոսկվա խնդիր է առաջացել, քանի որ 7 ժամով փակ էին որոշ օդանավակայաններ դրոնային հարձակման պատճառով ուկրաինական կողմը շատ լուրջ դրոնային հարձակում էր իրականացրել Ռուսաստանի վրա եւ Նիկոլ Փաշինյանը ինքնաթիռը ստիպված եղել օդում սպասել, հետո ուրիշ տեղ վայրեջք կատարել, բայց վերադառնանք նրա հայտարարությանը Համբուրգից մեկնելուց առաջ, Փաշինյանի խոսքերով մենք խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության հետ ու նա ասում է, որ ես այստեղից մեկնում եմ Մոսկվա, հիմա կա համատեղելիություն, թե ոչ, ակնհայտ է չկա, քանի որ երկուսն էլ իրականության մեջ տեղի են ունենում, ԵԱՏՄ-ն եւ Եվրամիությունը նկատի ունի, երբ կգա այն կետը, որ կհասկանանք, կա համատեղելիություն, կմտածենք ինչ որոշում կայացնել։ Այսինքն Փաշինյանը ասում է կրկին, որ եթե պահը գա եւ մենք որոշելու լինենք մնում ենք ԵԱՏՄ-ում, թե Եվրամիության անդամ ենք դառնալու, մենք այդ որոշումը կկայացնենք։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ անցնենք միջազգային հարցերի քննարկմանը։ Գիտեք, վերջին օրերին Դոնալդ Թրամփը շատ է խոսում այն մասին, որ Ուկրաինայում պետք է ընտրություններ տեղի ունենան, կրկին այսօր նոր հայտարարություն է արել, ասելով, որ 80%-ից ավել բնակչությունը Ուկրաինայի խաղաղություն է ուզում, խոսել է կրկին ընտրությունների մասին, Զելենսկին արձագանքել այդ հայտարարություններին, ասել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցեն, ինչպես նաև Եվրոպան աջակցի ու ապահովեն անվտանգությունը,
ընտրությունների ժամանակ, ապա 60-90 օրերի ընթացքում հնարավոր է անցկացնել այդ ընտրությունները, որը որ ցանկանում է անցկացնել Դոնալդ Թրամփը Ուկրաինայում, երևի Ռուսաստանի պահանջով բոլորս էլ գիտենք եւ հասկանում ենք։ Դրանից բացի Զելենսկին հայտարարել է, որ այս շաբաթը կարող է նոր տեղեկություններ բերել բոլորիս համար պատերազմի ավարտի մասով, արյունահեղության դադարեցման մասով։ Դրանից բացի տեղեկություններ ունենք, որ եվրոպական մի շարք առաջնորդներ, եթե չեմ սխալվում, նաև Զելենսկի հետ մեկտեղ, այս գալող հանգստյան օրերին մեկնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի հանդիպում ունենան Դոնալդ Թրամփի հետ։ Հռոմի Պապն հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկել, ասելով, որ Եվրոպայի մասին արված հետողությունները Դոնալդ Թրամփի կարծում եմ քանդելու փորձ են։ Այն, ինչ իմ կարծիքով պետք է լինի շատ կարևոր դաշինք այսօր եւ ապագայում։ Այսինքն Հռոմի Պապը հստակ չի համաձայնվում Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր ռազմավարության հետ եւ հստակ դեմ է դուրս գալիս այդ գաղափարներին եւ ասել է, որ իր կարծիքով պետք է ճիշտ հակառակը տեղի ունենա եւ դաշինք լինի այսօր եւ ապագայում։ Ասեմ նաեւ այն, որ ճիշտ հակառակ կարծիքին են Հունգարիայում եւ Վրաստանում, Հունգարիայի եւ Վրաստանի իշխանություններն էլ ասում են, որ մենք երկար ժամանակ է Ամերիկայի Միացյալ Նահանգների նման խոսում ենք ցիվիլիզացիոն քաղաքակրթական անկումի մասին Եվրոպայում եւ Եվրոպայում շատ բան պետք է փոխվի։ Այդ կարծիքին է Վրաստանը եւ Հունգարիան։ Այս պայդրությամբ այսքանը հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։